Սիրելի արամուսցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում ենք բոլորիդ եւ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար եւ ուզում եմ միանգամից սկսել երեք տեղի ունեցած շատ կարեւոր իրադարձությունից։ Երեք Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նախաստորագրեցին TRIP նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը միջպետական, որը պատմական մեծ իրադարձություն է Հայաստանի համար։ Երեք պատճառով։ Պատճառ առաջին, դրանով ըստ էության հաղթահարվում է Հայաստանի շրջափակումը, որովհետև TRIP նախագիծը նշանակում է, որ մեր երկաթուղիները բացվելու են նաև Հայաստանից Հայաստան երկաթուղին, այո, գաղտնիք չկա, նաև Ադրբեջանից դեպի Նախճեվան, բայց նաև շատ կարևոր է արձանագրել, որ արդեն 6 տարի թելվող այդ թելը, թե Հայաստանի կառավարությունը միջանցք է տալիս, Հայաստանի կառավարությունը միջանցք է խոստացել եւ այլն եւ այդպես շարունակ վերջնականապես փակվեցին, որովհետեւ չնայած այն ինչ որ ասում եմ ինքը նախկինում էլ արձանագրվել եւ օգոստոսի 8-ին Վաշինգտոնի հռչակագրում եւ հունվարի 14-ին TRIP-ի իրականացված շրջանակում, բայց սա արդեն միջպետական համաձայնագիր է նախաստորագրված, մի ամսվա մեջ կստորագրվի եւ կսկսվի ավերացման գործընթացը։ Պարզապես այս փուլում մենք արձանագրել ենք, որ համաձայնությունները կայացված են եւ TRIP նախագիծը իրագործվելու է եւ տեքստի մեջ գրած է հրապարակված, այսինքն ով ուզենա կարա բացի կարդա։ Արտաքին գործերի նախարարության կայքում եմ ես տեսել, ուրիշ տեղ է ենթադրում եմ մամուլը մյուս տեղերն է դրած կլինի։ TRIP նախագծի իրագործման բոլոր հատվածների վրա Հայաստանի Հանրապետությունը ունի լիարժեք ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն։ Այսինքն սա ինչ է նշանակում։ TRIP-ով կարող անցնել երկաթուղի, ու անցնելու է երկաթուղի, գազամուղ կարող լինի, նավթամուղ կարող լինի, 100%-ով լինելու է էլեկտրահաղորդման գծեր, նավթամուղն ու գազամուղը ասում եմ կարող լինի, որովհետև դա կապված է նաև նավթի եւ գազի պաշարներից, որտեղ պետք է հավաքել, որ բան անեն։ Երկրորդը էլեկտրահաղորդման գծեր, ճանապարհներ, ամենակարևորը, ճանապարհ եւ այդ բոլոր ճանապարհները ամբողջությամբ այդ ամեն ինչը մի միլիմետր դուրս չի լինելու Հայաստանի ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից, իրավազորությունից։ Սա այն է, ինչ մենք 6 տարի անդադ ասում ենք։ Եվ երկրորդ պատճառը, որը կապված է այս նույն խնդրի հետ, արդեն 90-ականների թվից եւ ավագ սերնդի ներկայացուցիչները անպայման կհիշեն։ Անդադ խոսվել է նրա մասին, որ Սյունիքի հետ կապված հարց կա, սա շատ կարևոր է, որովհետև երիտասարդները նոր են լսում այս թեմաները, բայց ավագ սերնդի ներկայացուցիչները գիտեն, եւ եթե երիտասարդները օրինակ չալարեն, գնան ազգային գրադարան եւ բացեն 90-ականների մամուլը, կտեսնեն, որ ամեն ամիս, եթե չասեմ ամեն շաբաթ, հրապարակում կա մամուլում գոբլի պլան, գոբլի պլան, գոբլի պլան, գոբլի պլան, այդ գոբլի պլանի իմաստը այն է, որ Սյունիքից կամ Սյունիքը կամ Սյունիքից մի հատված պետք է Հայաստանից օտարվեր եւ Ղարաբաղը միացվեր Հայաստանին։ Դա պլանը, բայց դա Հայաստանը անդամահատող պլան էր, որովհետեւ Վազգեն Սարգսյանը ժամանակին շատ հետաքրքիր բան ասել է մեղրին աշխարհի մեծերին Հայաստանի դուռը բերող գործոնը։ Եվ հիմա ես մի բան ասեմ, Ժողովուրդ ջան, ես մի բան ասեմ, չգիտեմ դա ոնց կհնչի, ձեր մասով չէ, էլի դրսի մասով։ Ասենք ենթադրենք ես 2025 թվականին իմ հանդիպումների շրջանակը որն է, ես ում հետ եմ հանդիպել։ Միացյալ Նահանգների նախագահի հետ եմ հանդիպել, երկրում Չինաստանի նախագահի հետ եմ հանդիպել, Ռուսաստանի նախագահի հետ եմ հանդիպել, Ֆրանսիայի նախագահի հետ եմ հանդիպել, Եվրոպական միության խորհրդի նախագահի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ եմ հանդիպել, Իրանի նախագահի հետ եմ հանդիպել, Թուրքիայի նախագահի հետ եմ հանդիպել, Վրաստանի վարչապետի հետ եմ հանդիպել, Ադրբեջանի նախագահի հետ եմ հանդիպել։
Այդ Վազգեն Սարգսյանի արած արտահայտության է շատ կարևոր նյուանսն է, որովհետև եթե Հայաստանի դերի այս տրանսֆորմացիոն փոփոխությունը տեղի չունենար, մենք համեստ երկիր ենք, մենք ճիշտ է, մեր մասին բարձր կարծիքի ենք եւ դա նորմալ է, պետք է բարձր կարծիքի լինենք, բայց այնուամենայնիվ մենք մեզ հաշիվ պետք է տանք, որ մենք ասենք Չինաստան նայեք, մեզ նայեք, բայց Չինաստանը կարևոր է համարում, որ մեզ հետ ունենա ռազմավարական գործընկերություն, Միացյալ Նահանգները կարևոր է համարում, որ մեզ հետ ունենա ռազմավարական գործընկերություն, դա գիտեք ինչի շնորհիվ, որովհետև մենք պիտ կանգնել ենք, ասել ենք, որ ինչ էլ լինի, մենք Գոբլի ծրագրի այդ տրամաբանության մեջ չենք մտնելու։ Ես 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ եմ, որովհետև անդադ այդ մեղրի միջանցք ասվում էր, ես կանգնել եմ հրապարակային ասել եմ, որ դա չլինող բան է, ես չեմ կարող թույլ տալ, արդյունքում ինչ է, արդյունքում անցած ամիս, թե այս ամիս Մեղրիում էինք, մեղրիում ասի ինչ կա չկա, ասին տների գները բարձացել է, անշարժ գույքի գները բարձացել է, որովհետև մեղրին, այլևս երբ որ ասում ենք մեղրի, այդ ինչ որ մելամաղձոտ տոներ չկան հետա այլևս, որովհետև մեղրին աշխարհի կենտրոնում է այսօր ու մեղրիով աշխարհի կենտրոնում է Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի փակուղիով Եվ ես այս նրբությունն եմ ձեզ ուզում ներկայացնեմ, որ բանակցությունների ժամանակ, Ղարաբաղի հարցի բանակցությունների ժամանակ, մի X բայից մտնում է Լաչինի միջանցք արտահայտությունը, Լաչինի միջանցք, եւ հայկական դիվանագիտությունը փորձ էր անում դա ներկայացնել որպես մեծ հաջողություն։ Դա խայծ էր, որ դրա համար մեղրիով միջանցք ստանան։ Մենք կանգնել ենք այդ ծրագրի դեմ եւ ավելին ասեմ, Ղարաբաղի ժողովրդին պատանդի կարգավիճակում պահել են այնտեղ, որ մեղրիով միջանցք ստանան եւ հետո տեղի ունենա այն process-ները, որ պետքա տեղի ունենար։ Մենք այդ պլանը ձախողել ենք, ժողովուրդ ջան։ Մենք այդ պլանը ձախողել ենք։ Մենք այդ պլանը լուր, համբերատար, հետևողական, առանց աղմուկ անելու, մենք այդ պլանը ձախողել ենք եւ դրա փոխարեն մենք Հայաստանի Հանրապետությունը փոխել ենք Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը։ Այս շատ կարևոր բան է։ Այս մտածողության մի նոր շերտ է, թե ոնց կարա երկրի աշխարհագրական կոորդինատները չփոխվի, բայց երկրի աշխարհագրական դիրքը փոխվի։ Մեզ անդադ ներշնչել են, որ վայ, ձեր աշխարհագրական դիրքը ահա որ վատ է, ոնց դուք առանց արտաքին օգնության չենք կարող ապրել, հնարավոր չի, ձեզ կուտեն, ձեզ կկոտորեն։ Եվ մենք ընդ որում սրատակ չի որ օդից է, պատմական հիմք կա, մենք ցեղասպանություն ենք տեսել, մենք ողբերգություններ ենք տեսել, բայց այդ ամեն ինչի հետ մենք առերեսվելով հասկացել ենք, որ մենք այդ ճակատագիրը փոխելու համար մի շատ կարևոր բան կա, որ պետք է փոխենք, դա պետք է թույլ չտանք այլևս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ, որովհետև երբ որ ուրիշների դեմ օգտագործում են, հետո մենակ են թողում մեզ, մենակ են թողում անպաշտպան, իսկ մենք այդ ընթացքում այնքան մեզ ներշնչած են կլնում, որ մեր անվտանգությունը մեր դարդը չի, ուրիշի դարդն է, բա ուրիշի երաշխավորն է, հորս արևը ասել, այդ հորս արևը անձամբ ինձ ասել են նաև 2020 և 21 թվականներին, հորս արևը, Որս արևից էլ ավելի լուրջ բան են ասել, ես դրա մասին պատմել եմ, երբ որ ես 2021-22 թվականներին ասում էի, որ ես տեսնում եմ, որ Ադրբեջանը բան է անում, հարձակում է պատրաստում, ինձ ասում են, ինչ ես ասում, Հայաստանի սահմանը կարմիր գիծահապկի համար, հենց սենց էլ ասում էին, հետո երբ որ դա տեղի ունեցավ, մեզ ասում են հետևյալը, ասում են գիտեք ինչ ձեր 22 թվի իրադարձությունները, 21 թվի իրադարձությունները, որտեղ իմիջիալոց 21 թվին շատ կարևոր բան տեղի ունեցավ, ես հրաժարական տվեցի, խորհրդանը լուծարվեց եւ հաջորդ օրը տեղի ունեցավ Ադրբեջանի այդ բանը, ներխուժումը Հայաստանի տարածք,
Եվ այդ ժամանակ ասի բա կարմիր գիծ, ասին գիտես ինչ ոնց որ սահմանը դելիմիտացված չի։ Այդտեղից հետո հարց ցակեց, բայց միրով պատկասցի չէ, դա հենց այդ ասում են ձեր սահմանը կարմիր գիծ է, հապկի համար կարմիր գիծ է։ Այդ ինչ ես խոսում, մենք երաշխավոր ենք, մենք երաշխավորում ենք։ Հետո զանգեց ասի բահատել են, ասին բա գիտեք ձեր սահմանը ոնց որ դելիմիտացված չի։ Շատ լավ ասի դելիմիտացված չի, բայց կարմիր գիծը որ ասում եք, որտեղով անցնում։ Նա ցույց տվեք այդ կարմիր գիծը։ Եվ 2022 թվականի նոյեմբերին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթաժողով։ Ես էլ այդ ժամանակ նախագահող եմ գագաթաժողովի։ Ասի Ժողովուրդ ջան, մի հատ ցույց տվեք այդ կարմիր գիծը։ Ցույց տվեք, ասում եք դելիմիտացված չի, բայց անվտանգության երաշխավոր է, ճիշտ է ՀԱՊԿ։ Այո, անվտանգության երաշխավոր է։ Դե ցույց տվեք, որ տարածքում անվտանգության երաշխավոր։ Որովհետև հիմի դուք ասում եք, ես ինչ տեղը անվտանգության երաշխավոր չենք, որովհետև սահման դելիմիտացված չի։ Այս քարտեզես դուք գցեք, թե որտեղ է, ցույց տվեք տեղը, թե որտեղ եք դուք մեր անվտանգության երաշխավոր։ Եվ ինձ ցույց չտրվեց այդ տեղը։ Ոչ հետո ես որոշում կայացրեցի, որ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցնում ենք եւ մենք պետք է մեր հարցերով զբաղվենք, որովհետեւ X պահի նախկինում, երբ որ մենք Ադրբեջանին լուրն ենք տալու, մենք երրորդ երկրի միջոցով խաբար ենք անում, ասում ենք Ադրբեջան կամ Թուրքիա, սենց հարց, հետո երրորդ երկրի միջոցով պատասխան ենք ստանում։ Հետո միքս բայ հասկացանք, որ ոչ մեր ուղարկած խաբարն է ճիշտ գնում տեղ հասնում, ոչ է իրաց տված պատասխանն է ճիշտ տեղ հասնում, երբեմն չարամտորեն, բայց ոչ միշտ չարամտորեն, որովհետև այն մարդը, որ թեմայի մեջ չի, կարող է մի բան ասես, ինքը փոխանցելիս ամբողջ կոնտեքստը, համատեքստը չհասկանա, ճիշտ չներկայացնի, բայց երեք պատմական օրը մենք դա չենք քննադատում, Միացյալ Նահանգների պետքարտուղարը շատ կարճ օդանավականում եկավ, ստորագրեց եւ գնաց, կարճ էր այցը, բայց դրանով կարևորությունն է ընդգծվում, ոչ թե հակառակը, որտեղ այդ այցը պլանավորված չէր, քանի դեռ տեքստը համաձայնեցված չէր։ Երբ որ արձանագրվեց, որ տեքստը համաձայնեցված է, եւ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները հարկ համարեցին թեկուզ կես ժամով հանդիպել դա ֆիքսել եւ պատմության էջը փակել։ Հետեւաբար պատմության այդ միջանցք, մեղրի, գոբլի պլան, չգինեմ ինչ, փակա, չկա այլևս, եւ ես այդ առիթով շնորհավորում եմ ձեզ։ Հաջորդ պատճառը, տեսեք ես նախկինում ասել եմ, որ երբ որ մենք անվտանգություն ասելիս առաջին հերթին հասկանում ենք բանակ, երկրորդ հերթին հասկանում ենք բանակ, երրորդ հերթին հասկանում ենք բանակ, չորրորդ հերթին հասկանում ենք բանակ, նշանակում անվտանգություն չկա։ Որովհետև մեր անվտանգության կոնցեպտը ինչ է, մենք մեր զինվորին տանում ենք խրամատ ենք դնում, 18 տարեկան զինվորին, ավտոմատը տալիս ենք ձեռը, ասում ենք դե դու, ես ինչքան պատմական, քաղաքական, դիվանագիտական բան կա, դու տես ինչ ես անում, ստեղ մնա։ Եվ ես ասեմ, մեր մեծագույն բաց թողումը, այս բոլոր դարդերը թողելը 18 տարեկան զինվորի ուսին, մենք էլ գնանք ասենք դե նայում ենք, դե բանակցում ենք, դե մի հատ գնանք Ամերիկա, մի հատ գնանք Ֆրանսիա, մի հատ Ռուսաստան, մի հատ Քիվեստ, մի հատ Ռամբույե, մի հատ Կազան, մի հատ տենանք ինչ կլինի։ Իսկ այդ ընթացքում զինվորը անընդհատ զոհվի։ 91 թվականից ամեն տարի մենք սահմանին զոհ կամ եւ Ղարաբաղում զոհ եւ վիրավոր ենք ունեցել։ 2025 թիվը առաջին օրացուցային տարին է, որ մենք սահմանին զոհ չենք ունեցել, որովհետև գիտեք ինչ, այո, մենք եւ ես, չասեմ մենք, որ ցրեմ պատասխանատվությունը ուրիշների վրա, ես շատ դժվար որոշումներ եմ կայացրել, որովհետև այո, ես ասել եմ նաեւ Արցախը Հայաստանը եւ վերջ, այսօր ընդդիմությունը շատ այո ասել եմ, ինչ եմ ասել Ժողովուրդ ջան, ասել եմ, որովհետև 88 թվից սկսած ես Ղարաբաղյան շարժման մեջ եմ եղել, դպրոցական տարիքից Ղարաբաղյան շարժման մեջ եմ եղել։ Հերոստացույց եմ միացրել, մեր պատմաբաններն են խոսել, Զորի Բալայանը, մյուսները եւ այլն, ասել են, որ Ղարաբաղը մերն է, եւ ես եկել եմ եւ այդ իներցիայի մեջ եւ այդ գաղափարին նվիրված լինելով եւ Տիկին, սա
Մի րոպե, տիկնոջը ոստիկանություն եկեք հեռացվեք, հա։ Սա համախոհների հավաք է, եթե համաձայն չեք գնացեք։ Ոստիկանությունը թող հեռացնի տիկնոջ։ Հեռացվեք, հանգիստ հեռացվեք։ Տիկին, գնացեք կալուգացու 200,000-ը վայելեք, գնացեք, այնա դիմացը առևտուր, խանութ կա, մտեք 200,000-ի առևտուր արեք, ոստիկանություն տարեք սուպերմարկետ, կալուգացին 200,000 դրամա տվեք, թող մտնի սուպերմարկետ առևտուր անի։ Սուպերմարկետ, սխալ ուղղությամբ եք տանում, սուպերմարկետ տարեք, թող իր այսօրվա 200,000-ի առևտուր անի։ Ուրեմն, որովհետև նվիրված ենք եղել այդ գաղափարի։ Եվ այդ արտահայտության շնորհիվ է, ժողովուրդ ջան, որ ես հասկացել եմ, որ մենք գտնվում ենք թակարդի մեջ։ Ես ժողովուրդ խնդրում եմ ուշադրություն։ Ուրեմն, երբ որ դու անընդհատ մի տարի, 2 տարի, 3 տարի, 10 տարի նույն տեղում կանգնած ես, եւ ոչ դու ուզում ես առաջ գնաս, ոչ հետ գնաս, ոչ ած գնաս, ոչ ձախ գնաս, դու չես կարող գնահատես, որ դու թակարդի մեջ ես։ Եվ ես 2018 թվին բնակավար հարց ծագեց, ինչ ենք մենք անդադ նույն կետում կանգնած, անդադ բուքսավատի տեղապտույտի մեջ։ Եկեք մի քայլ առաջ գնանք։ Եվ երբ որ ասացի, որ մի քայլ առաջ գնանք, տեսա, որ ոտս չի շարժվում տեղից։ Ասի լավ, մի քայլ եկեք աջ գնանք։ Երբ որ ուզեցա մի քայլ աջ գնանք, տեսա էլի, որ ոտս չի շարժվում տեղից, մեր ոտը չի շարժվում։ Լավ, մի քայլ ձախ գնանք։ Էլի տեսա չի շարժվում, լավ մի քայլ հետ գնանք, էլի տեսա, ես ոտերին նայեցի, մեր տեսա մեր ոտերը կապած են, մեր ոտերը շղթայի մեջ ենք, մենք դա չենք նկատել, որովհետև չենք ուզեցել շարժվենք, լրված ենք եղել մի կետի մեջ, խրված ենք եղել մի կետի մեջ ու չենք հասկացել, որ մեր ոտերը շղթայված են, և ես հասկացել եմ, որ մենք թակարդի մեջ ենք և մեր զինվորներին ենք թակարդի մեջ դրել, այն որ խրամատում դրել ենք ու պատմական բեռը դրել իրայոսերին։ Եվ ես որոշում եմ կայացրել, որ մենք պետք է թակարդից ազատվենք, որ մենք պետք է ազատություն ստանանք, որ մենք պետք է մեր ֆորմալ անկախությունը դարձնենք իրական անկախություն, որ մենք պետք է մեր երևակայական Հայաստանը դարձնենք իրական Հայաստան, և այսօր ես եկել եմ ձեզ ասելու, որ մենք այսօր պետություն ենք ավելի քան երբևէ, անկախ ենք ավելի քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի քան երբևէ։ Եվ որոշող ենք ավելի քան երբևէ, դուք եք որոշող ավելի քան երբևէ, որովհետև այսօր ընտրություններին մասնակցում են մարդիկ, ովքեր 8 տարի առաջ կամ ավելին ասում են մենք միակ տղամարդն ենք, ասում են մենք ամենաուժեղն ենք, մենք հզոր ենք, մենք ամենակարող ենք, այսօր այդ մարդիկ այլևս տեն չեն ասում, որովհետև չեն կարող ասեն, որովհետև տեն չի, որովհետև իրանք հասկանում են, որ իրենք այլևս միակ տղամարդը չեն, իրենք այլևս հզոր չեն, իրենք այլևս ուժեղը չեն, որովհետև ուժեղի տեղը այլևս զբաղացրած է, հարատև է զբաղեցրած, ընդմիշտ է զբաղեցված և այդ տեղը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Իրանք, որ տարիներ առաջ կարային որոշեին, ով բիզնես անի, ով չանի, ով ինձ բիզնես անի, ով շնչի, ով արտաշնչի, կարային նույնիսկ որոշեին մարդկան ճակատագիրը, այսօր իրանք այլևս ոչ մի բան չեն որոշում, տարիներ առաջ իրանք կարային հավակնային, որ կարան որոշեն ձեր և ձեզնի յուրաքանչյուրի ճակատագիրը, այսօր 180 աստիճան է պտտվել, իրանք չեն կարող որոշեն ձեր ճակատագիրը, բայց դուք կարող որոշեք իրանք ճակատագիրը և դուք եք որոշում իրանք ճակատագիրը, միայն դուք եք որոշում իրանք ճակատագիրը, այս է փոխվել Հայաստանի Հանրապետությունում։ Բա իրանք նախկինում կրակում էին, հետո էլի են գալիս կրակում, նրանք այսօր դուրս են եկել ասում են, ես ինչ քարտեզ ա կպցրել,
ծովից ծով Հայաստանի քարտեզը պետք է կպցնի։ Այդ մարդու ընտանիքի եւ այդ մարդկանց ընտանիքի ոչ մի անդամ Հայաստանի սահմանի պաշտպանության համար մի հատ կրակոտ չի արձակել, մի հատիկ։ Այդ մարդիկ կրակել են Աբովյանում, այդ մարդիկ կրակել են Առինջում, այդ մարդիկ կրակել են Երևանում, ու տենց էլ պետքա լիներ, ու տենց էլ պետքա լիներ։ Այս անգամ կրակել են ու փախել են, կրակել են ու փախել են, վատա որ փախել են, որովհետև դրանց շոշափուկները միջև հիմա չենք կարեցել լիարժեք արմատախիլ անենք դատական եւ իրավական համակարգից։ Իսկ չենք կարողացել, որովհետև ելի եմ ասում 2018 թվականի մայիսի 8-ին ես ընտրվել եմ վարչապետ, մայիսի 9-ից ես ամեն օր կռիվ եմ տալիս մաֆիայի հետ։ Ես դրա մասին չեմ խոսել։ Ես գիտեմ, այսօր շատերը մեղադրանք ունեն իմ հասցեին, թե ինչի են ոմանք ազատության մեջ միջև այսօր, որովհետև այդ մաֆիայի դեմ պայքարում պետք է շատ զգույշ լինել, առաջին հերթին չվնասել, որովհետև առանց էլ անխուսափելիորեն մենք անցնում ենք աղետների միջով։ Ես գիտեի եւ այսօր էլ գիտեմ, որ մեկը ոչ իրան, ոչ իրաց գույքերը ոչ մի տեղ չեմ փախնի եւ պետքա գա ամենաճիշտ պահը դա անելու եւ ամենաճիշտ պահը եկելա եւ ամենաճիշտ պահը հիմա է եւ էլի ժողովուրդ ջան, էլի ոչ իրանք են որոշում, ոչ ես եմ որոշում։ Այսօր այ հիմա այս օրերում Հայաստանում կա բարձրագույն դատավոր, Հայաստանում կա մի բարձրագույն դատավոր, որ պետքա լուծի այս դատը, որ պետքա լուծի այս դատը, որ պետքա այս 30-ամյա դատավարության արդյունքում կայացնի իր դատավճիռը։ Կա մի դատավոր, ընդամենը մի դատավոր, եւ այդ դատավորը դու ես, 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 եւ ես Հայաստանի ժողովրդից ակնկալում եմ ընդամենը մի բան՝ գնալ եւ 2026 թվականի հունիսի 7-ին կայացնել արդար դատավճիռ, կայացնել արդար դատավճիռ։ Դուք շատ ուզել եք արդարություն, դուք շատ ուզել եք արդարություն եւ ուզում եք արդարություն։ Այսօր արդարությունը ձեր ձեռքում է։ Ինչ արդարություն հաստատեք երկրում, այն արդարությունը ինչ որոշում դուք կայացնեք, ես հլու կատարող եմ։ Դուք որոշեք, որ ես պետքա թողեմ գնամ, ես ընդամենը ձեր առաջ կխոնարհվեմ ու կթողեմ կգնամ։ Դուք կորոշեք, որ պետքա մնամ, ես կմնամ։ Բայց եթե այդ մանդատը տվիք, դրանց բոլորին ծակն եմ մցրելու, եթե դուք թույլ տվիք։ Ու ամեն օր ու ամեն օր իրանք դրա պատճառները ավելացնում են, ամեն օր ավելացնում են։ Երեք ասում եմ, բանից հետո գնացել եմ, քարոզարշավից հետո գնացել եմ տուն, հեռուստացուցիչ չեմ միացնում, մտնում եմ YouTube, մի հատ podcast եմ գտնում կամ ֆիլմ եմ, կամ մուլտիկ եմ գտնում, նայում եմ, որ կտրվեմ այս բանից։ Հիմա գովազդներ ա բերում բանին, չէ, YouTube-ին։ Մեկ էլ գովազդ ա բերում, որ հայերեն հայկական գովազդ, որ բանը մի կին երկու երեխու հետ մտնում է մանկապարտեզ, թե մի երեխու, նույնիսկ չեմ հիշում, ասում է դե ուզում եմ երեխու մանկապարտեզ ընդունեմ, տնօրենն էլ ասում է վայ գիտեք, քանի որ Սաֆարովի 3 երեխա ընդունել եմ, ձեր երեխուն չեմ կարող ընդունել։ Ու սրանք մենք այսօր հանրապետությունում 500 մանկապարտեզ են կառուցում, տարվա ամենից մինչև կկառուցեն։ Այսինքն իրանց իշխանության ժամանակ եւ արդյունքում 500 մանկապարտեզ պակաս ա եղել։ Այսինքն 500 մանկապարտեզի երեխեք կամ փողոցներն են մնացել, կամ ավերակների մեջ են եղել։ Հիմա ես մտածում եմ ասում եմ, այս մանկապարտեզներ են սեփականաշնոր այդ մարդիկ, իրանց համար սաունաներ ու առանձնատներ են սարքել։ Ու ես այդ հոլովակը նայում եմ, առաջին ռեակցիաս այն է, որ այս հոլովակը Հայաստանում նկարող տարածողը խելագար է,
խելագար, բայց դա իմ առաջի ռեակցիան էր։ Այսօր առավոտ մտածեցի, որ չէ, դա խելագար չի, դա լրտես է։ Դա լրտես է, որովհետև մենք այդ թեման, փախստականների վերադարձի թեման 2024 թվին փակել են, նրանք միլիոններ են ծախսում, որ բացեն։ Եվ սա հանցանք է Հայաստանի պետության դեմ, եւ իրանք այդ հանցանքի համար պետքա պատասխան տան, ոչ միայն հոսանք գողանալու համար պետքա պատասխան տան։ Ես ուզում եմ ձեզ անկեղծ ասեմ ոնց են փակել։ Ոնց ենք փակել մենք այդ թեման 2024 թվին ասելով, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք։ Տենց, որովհետև ես ասել եմ, որ 500,000 հայ Ադրբեջանից հեռացել է, եւ մենք չպետք է առաջ մղենք այդ թեման։ Եվ փոխադարձաբար պետք է փակենք այդ դուռը, որովհետև դա մի դուռ է։ Եթե այս կողմից բացում ես, այն կողմից էլ է բացվում։ Եթե այն կողմից ես բացում, այս կողմից էլ է բացվում։ Եվ մենք փակել ենք այդ թեման անվերադարձ։ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում նման թեմա չի եղել, չկա եւ չի լինելու, որովհետև համոզված եմ, որ ժողովուրդը իր քվեարկությամբ եւս մի անգամ փակելու է այդ թեման։ Բայց տեղ նրբությունն են է, որ Ղարաբաղի վերադարձի թեման էլ մենք պետքա փակենք։ Պետքա փակենք, որովհետև դա նույն դուռն է։ Եվ ընդ որում, դա հանցագործություն է Ղարաբաղից եկած ժողովրդի հետ, որ չեն թողում այդ ժողովուրդը տուն նստի, խաղաղվի, հանդարտվի։ Մենք միլիարդներ ենք ծախսում, որ մարդիկ տնավորվեն Հայաստանի Հանրապետություն, իրանք նենց են անում, որ մարդիկ իրանց տան մեջ, իրանց տնվորը զգան, պանդուխտը զգան, գաղթական զգան, մենք ասում ենք ոչ, սիրելի Ղարաբաղցիներ, ինչպես ասում ենք սիրելի կարսեցիներ, սիրելի վանեցիներ, սիրելի մշեցիներ, եւ որովհետեւ Հայաստանում կան, համոզված եմ ներկաներից էլ շատ մարդիկ կան, ում նախնիները տարբեր տեղերից են։ Ոչ, դուք այլևս պանդուխտ չեք, որովհետև դուք տուն եք ասել, եւ այդ տունը Հայաստանի Հանրապետությունն է, ավելի լավ տուն չկա, մի փնտրեք ավելի լավ տուն։ Սրա մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Եվ այս ամեն ինչով հանդերձ, այս ամեն ինչ որ ասում եմ, շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևորն է նա, որ ամենակարևոր հարցը, որ այս ընտրություններում պետքա պատասխան ստանա, հետևյալն է։ Հայաստանի ժողովուրդը ի վերջո խաղաղությանը տեր կանգնում է, թե տեր չի կանգնում։ Որովհետև մեր 9 ամսական խաղաղություն նման է 9 ամսական երեխայի։ Ես հիմա տեսնում եմ ժողովուրդ, որ Հայաստանում մարդկանց դեպքին հանդարտություն այ չէ, հանդարտություն։ Ընդ որում դա չի նշանակում, որ մարդիկ խնդրեմ չունեն։ Ինձնից սկսած բոլորս ունենք եւ միշտ տնելու է, կյանքը հետ է, ժողովուրդ ջան։ Կյանքը խնդիրների եւ դրանց խնդիրների լուծման համար իրականացվող գործընթաց է։ Պատկերացրեք, խնդրեմ չկա, ոնց կարա թե, եթե խնդրեմ չլինի, ոչ կառավարության կարիք կլինի, ոչ վարչապետի, ոչ նախարարի, ոչ համայնքի ղեկավարի, ոչ դպրոցի տնօրենի, ոչ մանկապարտեզի տնօրենի, որովհետև ես միշտ այդ օրինակն եմ բերում, ասում եմ, երբ որ դու ունես մի խնդրեմ, ու չես լուծում այդ խնդրեմ, դու ունես մի խնդրեմ։ Դու մտածում ես, ասում ես, ես մի խնդրեմ եմ լուծեմ, ես մի խնդրեմ ունեմ։ Ես բոլոր խնդիրներս բրծավ, բայց ամեն անգամ, երբ որ դու մի խնդրեմ լուծում ես, տեղը 3-4 խնդրեմ ես ստանում, որը պետք է լուծես։ Ու ամենապարզ եւ բոլորից հասկանալի օրինակը, երբ որ դու չունես մեքենա, դա խնդրեմ է, չէ՞։ Ավտո չունես, ուզում ես ավտո ունենաս։ Դու չունես ավտո, դու ունես խնդրեմ ավտո ունենալու։ Ուզում ես ավտո ունենաս, չունես ավտո, խնդրեմ է, չունես ավտո, խնդրեմ է, չես լուծե, խնդրեմ է, քանի չես լուծե, այդ մի խնդրեմն է։ Հենց առար ավտո լուծվեց բրծավ խնդրեմը, ոչ, լիքը նոր խնդրեմ առաջացավ, առաջինը, բենզինովա թե գազա, գազի գին, բենզինի գին, նախկինում ոչ քեզ գազի գիներ հետաքրքիր, ոչ բենզինի գին, ձմեռային պաղրիշկա չկդնես, պարեկը կանգնացնելու տուգանելու, ամառային ձմեռային անիվ, որտեղ պարկովկա անես գիշերը, քեչավատ անես, սիգնալիզացիա դնես, թե չդնես, ապա պետք է անես, տեխասմոտր պետք է անես, եթե նոր ավտո ես առե,
մեծ հավանականությամբ վարկով ես առել, վարկը պետք է փակես, ուզած չուզած ոնց էլ գրես, քշես ամիսը ոնց լինի մի հատ երկու հատ տուգանք գալու է, այդ տուգանքը պետք է վճարես, եւ այդպես շարունակ, մինչեւ այդ տնեցիները իրանց խոդով գնում են, իրանց խոդով գալիս են, ավտոն առան ասում են ստետար, եւ այդպես շարունակ, բայց դա վատ է որ ավտո ես առել, չէ վատ չի, մի հատ առել ես, ուրեմն երկրորդն է մի հատ կնոջդ համար պետք է առնես, որ ինքն էլ իր գործերով զբաղվի, կամ ինքն էլ իր համար պետք է առնի, եւ ես ինչից ասում եմ, այսօր ես տենում եմ, որ մարդկանց դեմքին հանդարտություն է իջել եւ ժպիտ այցել, դրա համար ամենակարևոր պատճառը խաղաղությունն է, որ այդ ժպիտը բերել է, որովհետև երբ որ ամեն ամիս այդ լուրը ստանալից, որ էլի մարդը զոհվել էլի վիրավ, մեր կերած հացը նույնիսկ նորմալ կուլ չէր գնում, հարսանիք էլ էինք անում, ծնունդել էինք անում, կլունք են, բայց անընդհատ ինչ-որ մի բան, ոնց որ սենց սրտներս այդ խաղաղությունը հանդարտություն է բերել, և 9 ամսական երեխայի նման այդ ուրախությունը բերել է, բայց ինք ունին ևս մի ընդհանրություն 9 ամսական երեխայի հետ, իրան եթե չխնամենք ինքը չի ապրի, 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի պես եթե չխնամենք, հոգ չտանենք ինքը չի ապրի, և պատերազմի եռագլուխ կուսակցություն էլի ասում է, չէ մենք մեկա չենք կարելու եկեք որբանոց անձնենք այդ երեխային, այն երաշխավորին, այն որի մասին ես պատմում էի, որը գծերը չէր կարում գտնի, բայց մենք ասում ենք չէ, հերիքա, մենք պետք է դադարենք այն գործելակերպը, որ թույլ ենք տալիս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ, որովհետև դրա վերջը գիտենք ինչա, դեն շպրտվելն է եւ անպաշտպան մնալն է, եւ այս է պատճառը, որ ես բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ, գնալ ընտրական տեղամասեր եւ քվեարկել հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք։ Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք։ Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչ են քվեարկում, որտեղ այդ քվեարկությունը ինքնանպատակ չի, սա պաշտոնի կռիվ չի, ժողովուրդ ջան, սա աթոռի կռիվ չի, սա պայքարը հանուն պետության, հանուն անկախության, հանուն ապագայի, հանուն խաղաղության։ Եվ էլի ուզում եմ վերադառնալ ասել, որ տեսեք ինչի մասին եմ խոսում, պետություն, շատ բարդ հասկացություն, անկախություն, շատ բարդ եւ կարևոր հասկացություն, ապագա, շատ բարդ եւ կարևոր հասկացություն, խաղաղություն, ընդհանրապես շատ բարդ, տեսեք աշխարհում ինչ է կատարվում, տեսեք աշխարհում ինչ է կատարվում, լսեք, առաջին անգամա մարդկության պատմության մի մեծ մասում երկրագնդի որ հատվածում կրակել են, որ ուղղությամբ կրակել են, իտոգում եկել մեզ ակպե։ Առաջին անգամա մեր պատմության մեջ, որ մեր շուրջը փոթորիկ է, մենք պերաշկի ենք ուտում, ժողովուրդ ջան։ Ախր հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Նախկինում ով որտեղ երբ պերաշկի կերել է, մենք թունավորվել ենք։ Եվ այս է պատճառը, որ բայց ստեղ համ պրոբլեմն է լուրջ, բայց լուծումը շատ հեշտ է, որովհետև այս բոլոր հանգույցների լուծումը էլի ու էլի, կախված է մի մարդուց, հասկանում եք, մի մարդ պետք է այս հարցի լուծումը տա, մի մարդ, ընդամենը մի մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 այդ մեկ մարդը, ով է այդ մեկ մարդը, ուզում եմ իրա ձեռը տնալ, ով է այդ մեկ մարդը, եւ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ պետականատեր ժողովուրդ, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Արամուսին, Աբովյանին, Կոտայքի մարզին, Երևանին,
Հայաստանի Հանրապետությանը Փառք նահատակների եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։ Մի հիշեցրեք գետինն եմ մտնում ժողովուրդ, հա լուրջ եմ ասում, չէ ախպոր նման եկեք այդ թեման իբր տենց թողեք ես շվշվացնելով գնամ ավտոբուս նստեմ գնամ, դե ժողովուրդ ջան ինչ ասեմ, վերքից աղմի լցրեք խնդրում եմ, որովհետև իսկականից այդ բաց վերքա, որը բանա, բայց դե մի ինչ ասեմ, չեմ էլ ուզում մարդկանց հասցեին բան ասեմ, բայց դե շինարը մեզ քաշեց ահավոր ձևը։ Առաջիններից մեկն է, որ սկսել ենք, առաջիններից մեկն է, որ սկսել ենք։ Ես հիշում եմ բացմանը եկել եմ, շինարարությանը եկել եմ եւ այո։ Բայց դե պարզա, որ այդտեղ կառավարությունը, այսինքն ինչ հասնում է փողը տվել ենք, չենք էլ ուզեցել բան անենք, լուծարենք, ասել ենք համոզենք, բան անենք, օգնենք, գնա առաջ, բայց չի գնացել առաջ։ Բայց ժողովուրդ ջան, հիմա այսօր մեր օրվա եզրափակիչ հավաքը Աբովյանում է տեղի ունենալու, ուրախ կլինեմ բոլորիդ տեսնել, այնտեղ ելույթ ենք ունենալու, նաև նվագելու են վարչապետի հետ, ում հետաքրքիր է ուզում լսի, խնդրում եմ Վաղը դե գիտեք, հանրապետության օրը հանրապետության հրապարակում։ Էլ չեմ ասում, որովհետև մի քանի ժամ բան ա մնացել, կգաք կտեսնեք, էլ չեմ պատմում։ Ասում եմ, մի անգամ տեսնելը 1000 անգամ լսելուց լավ է։ Վերջ, էլ այդ թեմայով բան չեմ պատմում։ Վաղը կխոսանք այդ թեմայով։ Եվ երեխեք ջան, եկեք ձեզ արագ քարտեզներ նվիրելով գնամ, որովհետև նկարվելու բանի ժամանակ չկա, էլի, արդեն պետքա գնանք, լավ։